Ջութակահար Վեսլեֆրիկը Նորվեգական հեքիաթ Ծխական համայնքներից մեկում ապրում էր մի աղքատ խուսման և ուներ մինուճար մի տղա, այնքան հիվանդ ու թուլակազմ, որ ոչ մի գործ չէր կարողանում անել, բացի այդ նա հասակով էլ չէր աճում, ու դրա համար էլ մարդիկ նրան Վեսլեֆրիկ էին ասում, որ նորվեգերեն նշանակում է փոքրիկ ֆրիկ։ Ցուրտ ու դատարկ էր աղքատի տունը, և ահա խուսմանը որոշում է տղային բատրակության տալ մեկի մոտ։ Միայն թե որ կալվածքը մտնում են, հաջողություն չեն ունենում։ «Մեր ինչին է պետք այդպիսի վտիտ էակը», ասում են կալվածատերերը։ «Սրանից ոչ մի օգուտ չի լինի, միայն անտեղի հաց պիտի ուտի»։ Ինչ արած։ Աղքատը ստիպված տղայի հետ գնում է ուղիղ Լենսմանի կալվածքը, իսկ այդ Լենսմանը չտեսնված ժլատ մարդ էր, դրա համար էլ ոչ ոք չէր ուզում նրա մոտ աշխատանքի գնալ։ Լենսմանը նայում է տղային ու ասում. «Թեև դու խղճուկ տեսք ունես, բայց ոչինչ, ես քեզ կվերցնեմ, ես հենց երեկ եմ իմ ծառային դուրս արել, ախր շատ անկուշտն էր դարձել, սովորություն էր դարձրել օրը 3 անգամ քաշովի ուտել, դու ինձ մոտ կծառայես միայն մի փոքր հացով, իսկ փողի կամ հագուստի մասին ակնարկ անգամ չանես»։ Ինչ արած, մտածում է աղքատ խուսմանը, դա ավելի լավ է, քան ոչինչ չունենալը, գոնե տղան կուշտ կլինի, դա էլ բան է։ Եվ Վեսլեֆրիկը մնում է Լենսմանի մոտ ծառա։ Մանչուկը նրա մոտ ապրում է 3 տարի։ Լենսմանը նրան պահում է կիսաքաղց վիճակում, ստիպում է 3 մարդու գործ անել և ոչ մի հագուստ էլ չի տալիս, և այդ ընթացքում մանչուկի հագուստը բոլորովին քրքրվում է, ու երբ գալիս է տղայի գնալու ժամանակը, Լենսմանը նրան առատորեն 3 շիլինգ է տալիս, տարեկան մի շիլինգ նրա ջանասեր ծառայության համար։ Թեև այդ փողը մեծ փող չէր, բայց տղան շատ է ուրախանում, ախր նա իր ամբողջ կյանքում երբեք փող չի ունեցել։ «Որ մի շոր էլ տայիր, այ դա լավ կլիներ», խնդրում է նա տիրոջը։ 3 տարվա ընթացքում հագիս շորերը այնպես են մաշվել, որ քուրջ են դարձել։ «Այդ մասին փոխադարձ համաձայնություն չունենք», պատասխանում է Լենսմանը։ «Առանց այն էլ ես քեզ սահմանվածից ավելի 3 շիլինգ եմ տվել։ Իսկ եթե ցանկություն ունես զարդարվելու, գնա քաղաք ու քեզ համար զգեստ գնիր»։ Տղան ճամփա է ընկնում, տոպրակի մեջ մի կտոր հաց դրած ու ափի մեջ 3 շիլինգ սեղմած։ Գնում է նա ճանապարհով ուրախ ու երջանիկ, ու շուտ կանգնում նայում, արդյոք փողերը տեղում են, հո պատահաբար չի կորցրել։ Ճանապարհը նրան դուրս է բերում մի նեղ կիրճ։ Կիրճի 2 կողմերում պատի պես բարձր, ժայռոտ լեռներ են լինում։ Տղան ուզում է տեսնել, թե այս լեռներից այն կողմ ինչ երկիր է ընկած։ Բարձր թեքության վրա նա մի նեղ արահետ է գտնում և սկսում է դեպի վեր մագլցել։ Նա շատ տխուր էր և շուտ հոգնում է, նստում է մի մանրոտ քարի հանգստանալու ու սկսում է իր շիլինգները հաշվել կրկին։ Հանկարծ չգիտես որտեղից նրա առջև կանգնում է սարսափելի հսկա մի մորացկան։ Վախենում է Վեսլեֆրիկը, սարսափից գոռում, իսկ մուրացկանը նրան ասում է. «Դու ինձնից մի վախենա, ես քեզ վատ բան չեմ անի, ես շրջում եմ և ողորմություն խնդրում, քո փողից մի շիլինգ տուր ինձ»։ «Ախր ես ընդամենը 3 շիլինգ ունեմ», պատասխանում է տղան, «ես ուզում եմ քաղաքում ինձ համար հագուստ գնել»։ «Ուրեմն քո վիճակը իմից լավ է», ասում է մուրացկանը, «դու 3 շիլինգ ունես, իսկ ես ոչ մեկը, և իմ հագուստը քոնից ավելի վատն է»։ Տղան նայում է մուրացկանին և խղճում նրան։ «Լավ», ասում է, «վերցրու մի շիլինգ»։ Վեսլեֆրիկը շարունակում է ճանապարհը։ Շուտով դարձյալ հոգնում ու նստում է մի քարի հանգստանալու, և այստեղ էլ նրա առջև մի ուրիշ մուրացկան է բուսնում, առաջինից ավելի սարսափելի։
Տղան շատ է վախենում ու սարսափից սկսում է գոռալ օտարոտի ձայնով, իսկ մուրացկանը նրան ասում է. «Դու ինձնից մի վախենա, ես քեզ վատ բան չեմ անի, ես մուրացկան եմ, թափառում եմ ու ողորմություն խնդրում, ինձ մի շիլինգ տուր»։ «Ախր իմ ձեռքին ընդամենը 2 շիլինգ է մնացել», պատասխանում է Վելսֆրիկը, «ես այդ փողով ուզում էի գնալ քաղաք ու ինձ համար հագուստ գնել»։ «Այ եթե դու ինձ շուտ հանդիպեիր, ուրեմն քո վիճակը ավելի լավ է, քան իմը», ասում է մուրացկանը, «դու 2 շիլինգ ունես, իսկ ես ոչ մեկը, և իմ հագուստը քոնից ավելի վատն է»։ Տղան խղճում է մուրացկանին. «Դե լավ, վերցրու», ասում է տղան, և պատանյակը շարունակում է ճանապարհը, իսկ արևն արդեն զենիթում է լինում, շոգը նեղում է տղային, քրտինքը հոսում է վրայից, և նա շուտով որոշում է նստել քարին, մի կտոր հաց ուտել ու հանգստանալ։ Հանկարծ դարձյալ նրա առջև հայտնվում է վիթխարի մի մուրացկան, նախորդ 2-ից ավելի վախենալու։ Վելսֆրիկը այնպես է վախենում, որ սարսափից կորցնում է ձայնը, նույնիսկ ճչալ այլևս չի կարողանում, իսկ մուրացկանը նրան ասում է. «Դու փոքրիկս, ինձնից մի վախենա, ես մուրացկան եմ, թափառում եմ աշխարհով և ողորմություն խնդրում, տուր ինձ գոնե մի շիլինգ»։ «Բայց ինձ ընդամենը մի շիլինգ է մնացել», պատասխանում է տղան, «ես դրանով ուզում էի գնալ քաղաք, ինձ համար հագուստ գնել, եթե դու ինձ առաջ հանդիպեիր, այն ժամանակ ուրիշ կլիներ»։ «Դուրս է գալիս, որ քո վիճակը ավելի լավ է, քան իմը», ասում է մուրացկանը, «ես բոլորովին փող չունեմ և հագնելու ոչինչ չունեմ»։ Տղան նայում է մուրացկանին և խղճում նրան ու տալիս իր վերջին դրամը, իսկ այդ մուրացկանը կախարդ է լինում, նա 3 անգամ տարբեր դեմքով ներկայանում է տղային ու տղայից վերցնում նրա 3 շիլինգները։ «Ես տեսնում եմ, որ դու բարի սիրտ ունես», ասում է կախարդը, «դու քո վերջին ունեցածը կիսեցիր ինձ հետ, և դրա համար ես քեզ ուզում եմ վարձահատույց լինել, այն 3 շիլինգի փոխարեն, որ դու ինձ տվիր, ես կկատարեմ քո 3 ցանկությունը, ասա, ինչ ես ուզում»։ Տղան մի փոքր մտածում և ասում է. «Փոքր հասակից ես սիրում էի լսել, թե ինչպես են երաժիշտները մեր ծխական համայնքում նվագում հարսանիքների ժամանակ, հաճելի է նայել, թե ինչպես է ժողովուրդը պարում և ուրախանում այդ երաժշտության տակ, և կուզենայի ունենալ այնպիսի ջութակ, որի նվագի տակ անկախ իրենց կամքից պարելու դուրս գային և ծերերը և երիտասարդները»։ «Դու այդպիսի մի ջութակ անպայման կունենաս», պատասխանում է կախարդը, «միայն թե դա շատ հասարակ ցանկություն է, ասա, էլ ինչ կուզեիր, բայց աշխատիր այս անգամ չսխալվել»։ Վելսֆրիկը դարձյալ մտածում և ասում է. «Հա, սիրում եմ անտառ որսի գնալ ու գազաններին հրացանով սպանել, կուզենայի այնպիսի հրացան ունենալ, որ անվրեպ կրակեր նապաստակներին, թեկուզ դա աշխարհի ծայրին լինի»։ «Լավ, կունենաս այդպիսի մի հրացան», պատասխանում է կախարդը, «միայն թե այդ ցանկությունն էլ Աստված գիտե, թե որքան տարօրինակ է, ցանկացիր վերջինը, բայց խելքով դատիր»։ Երկար է մտածում տղան և ապա ասում է. «Սիրում եմ բարեկամաբար ապրել բարի և առատաձեռն մարդկանց հետ և ուզում եմ, որ մարդիկ երբեք ինձ չմերժեն, ինչ էլ որ խնդրեմ նրանից»։ «Այ դա խելացի ցանկություն է», պատասխանում է կախարդը, «լավ, թող քո ուզածը լինի»։ Այսպես ասում է կախարդը և անհետանում, իսկ տղան մեկնվում է խոտերին ու քնում խոր քնով։ Առավոտյան արթնանում է և ինչ տեսնի, կողքին դրված են հրացանն ու ջութակը, հրացանը ուսն է գցում, ջութակը թևի տակ դնում ու գնում, լեռներից իջնում է հովիտն ու գնում մի չարչու մոտ, նրանից մի ձեռք նոր հագուստ խնդրում,
ապա մտնում մի գյուղացու բակ, ձի ու սայլ խնդրում, և ոչ միտեղ նրան ոչինչ չեն մերժում։ Տղան հագնում է նոր զգեստը, նստում է սայլն ու արագ սլանում դեպի տուն։ Հարազատ գյուղի մոտ նրան հանդիպում է Լենսմանը, որի մոտ նա 3 տարի բատրակություն էր արել։ Տղան կանգնեցնում է ձին, խոնարհվում Լենսմանին և ասում. «Ողջույն տեր»։ «Ողջույն», պատասխանում է Լենսմանը։ «Միայն թե այդ երբ եմ ես քո տերը եղել։ Իսկ դու հիշիր, թե ինչպես եմ ես քեզ մոտ 3 տարի բատրակություն արել։ Դու ինձ կիսաքաղց էիր պահում, ոչ մի հագուստ չտվիր, և իմ ջանասեր աշխատանքի համար ընդամենը 3 շիլինգ տվեցիր։ Այ թե ինչպիսի ծանրակշիռ մարդ ես դարձել», զարմանում է Լենսմանը։ «Իսկ դա ինչպես է հաջողվել քեզ»։ «Հաջողվել է էլի», պատասխանում է տղան։ «Ինչպես տեսնում եմ, կյանքդ ուրախ է, ջութակով ես ման գալիս։ Այո, սիրում եմ, որ մարդիկ ջութակի նվագի տակ պարում և ուրախանում են։ Բացի դրանից ես հրացան էլ ունեմ, որը անվրեպ խփում է իր նպատակակետին։ Ուզում ես գրաս գանք, և ես այն սոճու վրայի կաչաղակին խփեմ։ Էն սոճու, որ մյուս փողոցի ծայրին է», ծիծաղում է Լենսմանը։ «Էդ մեկը չեղավ, այդ կաչաղակին քո հրացանը երբեք չի հասնի։ Գրավ կդնեմ ձիս, կալվածքս ու վրան էլ $100։ Գրազ եմ գալիս, որ դու չես կարող խփել կաչաղակին»։ Այստեղ տղան նշան է բռնում ու կրակում, իսկ կաչաղակը քարի պես ընկնում է ճյուղից։ Տխրում է ժլատ Լենսմանը, բայց ինչ կարող էր անել, պետք էր վճարել։ Իսկ տղան ասում է նրան. «Կուզես ես քեզ ջութակով պարեցնեմ, որ քեզ համար այնքան էլ ծանր չլինի հարստությունիցդ բաժանվելը»։ Եվ տղան սկսում է նվագել ջութակը, իսկ Լենսմանը այնպես է պարում, այնպես է ոտքերը գետնին խփում և այնպիսի տարօրինակ բաներ անում։ Լենսմանը պարում է 1 ժամ, 2 ժամ ու բոլորովին հալից ընկնում է, բայց կանգ առնել չի կարող։ Նրա մաշիկները քրքրվում են, հագուստը պատառ լինում, քրջերի նման կախվում վրայից։ «Այ այսպես ես էի ուժասպառ եղել, և իմ քրջերն էին այսպես ինձ վրա կախվել, երբ ես քեզ մոտ բատրակ էի», ասում է տղան։ «Դե լավ, բավական է, այստեղ բեր տանուկ տվածդ ու հեռացիր աչքիցս»։ Տղան վերցնում է Լենսմանի բոլոր փողերը ու սլանում առաջ։ Հասնում է նա իր ծխական համայնքը, իր համար նոր տուն է կառուցում և ծեր հոր հետ ապրում ուրախ ու զվարթ։ Տղան միշտ նվագում է հարսանիքներում ու տոն օրերին, իսկ ժողովուրդը ուրախանում ու պարում է նրա ջութակի նվագի տակ, և բոլորը սիրում են տղային, և ումից որ որևէ բան է խնդրում, ոչ ոք նրան չի մերժում։ Նա ինքն էլ իր բարությամբ երբեք ոչինչ չի մերժում մարդկանց։ Իսկ Լենսմանը կատաղի ատելությամբ է լցվում տղայի նկատմամբ և մտածում է նրա գլուխն ուտել շուտով։ Գնում է դատավորի մոտ ու բողոքում, որ Վեսլեֆրիկը իրեն թալանել է ու քիչ է մնացել կյանքից զրկի։ Դատավորը այս լսելով սաստիկ բարկանում է ու հրամայում է անհապաղ կախաղան բարձրացնել տղային։ Պահակախումբը գալիս է նրա ետևից, գալիս է որ տանի, իսկ տղան ձեռքն է առնում կախարդական ջութակը ու սկսում նվագել։ Այստեղ պահակախումբը սկսում է պարել, պարում են ու պարում, մինչև որ ուշաթափվում են, ընկնում են գետնին։ Այդ ժամանակ դատավորը զորք է ուղարկում օգնության։ Միայն թե սրանց հետ էլ նույնն է կատարվում։ Տղան հանում է ջութակը ու հենց սկսում է աղեղը լարերի վրայով տանել, զինվորները պար են գալիս, ոտքերով գետինը դոփում, վեր թռնում, իսկ տղան նվագում է այնքան, մինչև որ ձեռքերը հոգնում են։ Բայց զինվորները նրանցից ավելի շատ էին հոգնել և անուշ շուտով ընկնում են գետնին։ Այդ ժամանակ նրանք որոշում են տղային խաբելով վերցնել։ Գիշերը նրանք գաղտնագողի մտնում են ներս և քնած տեղը կապում ձեռքերն ու քարշ տալիս զնդան։ Իսկ առավոտյան
ջութակահար տղային տանում են կախաղան բարձրացնելու։ Մարդիկ լսում են, որ նրան փորձանք է սպառնում։ Բոլոր կողմերից վազում են հրապարակ ու սկսում գոռալ, որ տղային ազատ արձակեն։ Միայն Լենսմանն է ուրախանում, որ օղակը հիմա կհագցնեն իր թշնամու վզին։ Բայց գործն այդպես արագ չի կատարվում, ինչպես որ կուզենար այդ մարդասպան Լենսմանը։ Տղան վտիտ ու թույլ էր, եւ այստեղ նա բոլորովին տկար է ձևանում։ Հազիվ-հազ է քայլում, իսկ երբ նրան բերում են կախաղանի մոտ եւ հրամայում աստիճաններով վեր բարձրանալ, նա ամեն մի աստիճանին նստում է հանգստանալու։ Ահա նա հասնում է վերջին աստիճանին, շրջվում է դեպի դատավորն ու ասում. «Թույլ տվեք ձերդ ողորմածություն, մեռնելուց առաջ վերջին անգամ ջութակ նվագել»։ Իսկ Լենսմանը գոռում է. «Թույլ մի տվեք նվագել, փորձանք կլինի»։ Դատավորն ուզում է տղային մերժել, բայց հրապարակում հավաքված ժողովուրդն աղմկում է. «Ամոթ եւ խայտառակություն է մահվանից առաջ մարդու վերջին խնդրանքը մերժելը»։ Դատավորը ստիպված թույլ է տալիս եւ բերում են ջութակը։ Իսկ Լենսմանը սկսում է արցունքն աչքերին խնդրել, որ երբ տղան նվագի, իրեն ամուր կապեն սոճու ծառին։ Տղան շուտով սկսում է նվագել եւ բոլորը, ովքեր որ հրապարակում են լինում, պարում են ու պարում։ Պարում է եւ դատավորը, եւ դահիճը, եւ եպիսկոպոսը, եւ գրագիրն ու պահակախումբը։ Պարում են կատուներն ու շները, կովերն ու խոզերը, բոլորը պարում են։ Պարում են մինչև որ հալից ընկնում եւ ուշաթափվում են։ Բայց ամենից վատ վիճակի մեջ է ընկնում հենց Լենսմանը։ Նա ամբողջ մեջքը պլոկում է սոճու բնին քսվելով։ Տղան վերցնում է իր ջութակն ու գնում տուն։ Եվ այդ օրվանից ոչ մեկը չի փորձում նրան վատություն անել։ Եվ ապրում է նա հանգիստ ու լիության մեջ, մինչև իր կյանքի ավարտը։